առավոտյան արթնացել եմ, տեսել եմ առավոտյան 10-ից կես պետք է ներկայանայի, տեսել ժամը 11-ն է, ծանոթագրի հեռախոսի համար նայեցի, զանգեցի, ասացի քնած եմ մնացել, էլի կարող եմ հիմա այցելել։ Ասաց ժամը 4-ին հարմար է, ասացի հա։ Ժամը 4-ին գնացի հերթապահ ոստիկանը, որով պետք է թույլ տա ներս մտնել, ասաց, որ զանգեց ասաց, որ քեզ չեն ընդունում, գնա։ Ես անմիջապես զանգեցի մարդու իրավունքներ, ասացի, քանի որ նախկինում էլ 2021 թվականի միջադեպ եղել, որ տարեցել են դրա շուրջ քրեական գործ կառուցված, ցանկացել եմ խուսափել ոստիկանության հետ, գիտակցելով, եթե չներկայանամ, բերման կուղարկեմ, որը ոստիկանության միջոցով է իրականացվում։ Մարդու իրավունքներին անմիջապես հենց քննչականի դիմացից այդ մասին տեղեկացրել են զանգել։ Դրանից հետո գնացել եմ տուն եւ առավոտյան ժամը մոտ 10-ից կեսի սահմանում կինս կնիցը զեն տվեց, հեռախոս տվեց, ասաց ոստիկանությունից են ինձ են ուզում։ Խոսացի, վերկեցա, դուռը բացեցի, ներս հրավիրեցի, նույնիսկ կնոջս ասացի սուրճը ուրասիրեց։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը անընդհատ դուրս էր գալիս, հեռախոսով խոսում, նորից գալիս ու կոֆեն ես խմեցի վերջացա, մոտեցա դռանը, ասացի դե խմեք դուրս գանք։ Այդ ընթացքում դուռը արդեն կողպված չէր ուղղակի ծածկացել։ Մի խումբ ոստիկաններ ներս են մտել ու ինձ ուշքի հրավիրել պարկասնելով գետին, որպեսզի կանդալեն տանեն։ Ես տեսա ձայնագրության մեր չերևում ասում եմ, ինչի համար եք ուզեմ կանդալեք, երբ որ ես գալիս եմ։ Եվ այդ ժամանակ եմ բռնության ենթարկում, հետո ձեռքերս կանդալս տանում են ոստիկանության բաժանմունք, համանքային ոստիկանության բաժինը, ոտքերս են կանդալում, սկոչով, լայն սկոչով բերանս կապում և քացիներով բանով սկսում են հարվածել, քանի որ այդ ընթացքում ոնց որ սենց փսկվելու վայրանդ կիսա հետ տայի, բանը չէի կերել։ Պաշտոնավորներից մեկը նկատում է, որ խեղդվում եմ, քթիս միջնապատներ ջարդված է, չէի կարող լիարժեք քթվը շնչել։ Հրանգում է, որպեսզի չհարվածեն, ասել եմ մեռը մնաց վրեքներս չխփեք ու սկոչը քանդում են, գցում են սեղանի տակ գտնվող աղբամանի մեջ, գուլոլում գցում է, որը աղբամանը դատարկ էր։ Հետո մինչև մոտ ժամը 4-5 երեկոյան պահել են, տարել են քննչական բաժին, կնոջս եմ ոստիկանության դիմաց ասել, որ ասա թող մարդու իրավունքների զանգի, թող իրանք սկորի ուղարկեն, որպեսզի սկորին կանչը գրանցվի, որը չի եկել, տարել են քննչական բաժին, քննիչի մոտ բերմանի արձանագրության մեջ գրառում եմ կատարել, քանի որ դեմքս տեսանելի էր քննիչի համար, գլուխս ամբողջությամբ։ Քննիչը տեսախցիկը այդ դրդապատճառով չի միացրել, իր գոլեգյան խորհուրդ տվեց, որ պետք է միացնի, իմ տրամաբանման բելի։ Ես գրառում կատարեցի, որ շտապ օգնություն կանչեք, դուրս եկավ դուրս, կարծում եմ պետի մոտ երևի, եկավ, ասես դու գնա ձեր տնից շտապ օգնություն կանչես։ Ես դուրս եմ եկել, տաքսի եմ նստել մոտակայքից։ Նույնիսկ տուալետ եմ ուզեցել գնա, ձեռքերս այդպես կանդալած, ասել են մեջքիս հետևից կանդալած, ասել են այդպես գնաս։ Ես գնացել եմ տուն, կինը շտապ օգնություն կանչել, եկել են սրսկել, բան գնացել, կնոջս թելադրել եմ ամբողջությամբ գրել տեղի ունեցածի վերաբերյալ, որը մարդու իրավունքների ցուցումով նաև նկարել եմ WhatsApp-ով ուղարկել, որպեսզի ավելի շուտ հասնի, որտեղ նշել եմ կոնկրետ, որպեսզի չկարողանան ասեն ապացույցների բազմիցս նայել եմ նման դեպքեր, որ չեն կարողանում ապացուցել, ես նշել եմ նույնիսկ շկողոչնել իմ մազերս վրան, քանի որ գլխովս պատտել էին։
այս ինչ հարկում, այս ինչ սենյակում աղբամանի մեջ գցած անմիջապես, եթե ներքին կարգով հրանք չլինի դա վերացնեն 100%-ով մեջն է, քանի որ աղբամանը ամբողջությամբ դատարկ էր, որ ուղղակի ամփոփություն է եղել իր կողմից, որ չեն կարողացել այդ հանգամանքը կոսկել։ Եվ դիմել եմ պաշտպանի Սարհ Ղարադեզյանին։ Դուք նշեցիք, որ երբ բռնության էին ենթարկում ձեզ, ասում եք, ես միևնույն է ինքնակամ գալիս եմ, ինչու եք հա բռնություն կիրառում, ինչ էին արձագանքում, որևէ հիմնավորում կար։ Ոչ, շարունակությունը կա եւ ուղղակի պահանջն է, որ թող ձեռքերդ կանդալենք։ Ես էլ ասում եմ, ինչի համար կանդալեք, ես որ համաբուր գալիս եմ, թողեք գալիս եմ, ու այնտեղ այն կադր կա, որ դոշիցը sense ԱԺԴ տարամարտ սխմա անստապավորությունն է, որ կամ նման դեպքում նման արար գործում են, երբ որ մարդ սիրտը կանգ առել, կամ հետ դրեն, կամ ուզում են սպանեն։ Շնորհակալություն, պարոն Ղարագոզյան, ձեր գնահատականը որպես փաստաբան, ինչ էթիկական նաև, հա, պարտականություններ ունեն, այսպես ասած, ոստիկանները քաղաքացիների հետ շփվելիս, հատկապես վկաների հետ կապված, հա, իրավիճակներում, եւ ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել, խնդրեմ։ Շնորհակալություն, սա հեշտական կարելի ասել անպատժելիության դեպքն է, քանի որ մենք կազմակերպությունով Հելսինկյան ասոցիացիան բազմաթիվ խոշտանգման զոհերին ենք պաշտպանում, սա այն անպատժելիությունն է, որ այդպես էլ չպատժվան որևէ ոստիկան, կամ եթե բան դեպք է եղել խոշտանգումով մեղադրական դատավիճիրներ, դա շատ քիչ է, անդրադառնալով այս գործին մենք տեսանք այդ տեսանյութերը, նաև դժողին լսեցինք, թե ինչ անմարդկային այստեղ ոչ միայն խոշտանգման տարեր կան, նաև արժանապատվությունը նվաստացնող, այսինքն որևէ պատճառ չի եղել անձին նկատմամբ բռնություն իրականացնելու, քանի որ տեսում ենք տեսանյութով, ինչպես նաև կինը, քանի որ կինն է նկարել այդ բռնության տեսարանները, նույնիսկ դժողն էլ է ասում, որ կգամ, թողեք կգամ, կինն էլ է ասում, որ մենք գալիս ենք, այսինքն որևէ հիմք չի եղել դժողի նկատմամբ բռնություն իրականացնելու։ Այս պարագայում ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություններ տարածել, պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ինչպես գիտեք, ես ոստիկանապետի խոսնակի հայտարարության վերաբերյալ նաև դիրքորոշումայի հայտնն է, որ ոստիկանությունը նույն ոստիկանության խոսնակը չի կարող անպատասխանատու հայտարարություններ կատարելու, պատկերացրեք նորեր այդ տեսանյութը հրապարակվել, դեռ քրեական վարույթ չկար, ոստիկանությունը շուտապույտ հայտարարություն է տարածում, կարելի ասել, որ սա արտարացում է համարվում, ինչպես կարելի է ոստիկանությունը արտարացնի բռնությունը, քանի որ փաստացի սա այդպես է ստացվում, որ իբրև դժողը խոչընդոտել է, ոստիկանությունը ֆիզիկական ուժ է գործադրել, եթե դժողը ու հայտարարություն է տարածվել, որ ոստիկանության հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է իրականացում, այլ ոչ քննության արդյունքում պարզեցիք, որ դժողը խոչընդոտել է ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառել, այն դեպքում, որ ոչ դժողին է լսվել, ոչ ոստիկաններն է հարձակվել միջադեպի մասնակից եւ ոստիկանությունը նման հայտարարություն է տարածում, այսինքն սա նշանակում է, որ գործում է անպատժելիություն, անմիջապես փորձում են տպավորություն ստեղծել, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել, իսկ քաղաքացին օրենքից դուրս գործողություններ է կատարել, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, ինչ օրինական պահանջի մասին է խոսքը, եթե նույնիսկ թեպետ այս դեպքում դա բացակայում է, եթե նույնիսկ դժողը չի ուզեցել, որ իրեն ձերբակալեն կամ ձեռքերին
ձեռնաշղթա ոստիկանությունը կարող էր նաև զսպող միջոցներ իրականացնել, ոչ թե նմանատիպ տեսակ ոստիկաններից մեկը փորձում էր, քանի որ տեսանյութով երևում է, թե դժողը ոնց է ասում, խեղդվում են, բաց թողեք, ոնց կարող է ոստիկանությունը նման ձև իրեն պահել այն դեպքում, երբ որ կինը լուսանկարանում էր, պատկերացրեք ոստիկանության բաժնում, երբ որ լուսանկարանող չի եղել եւ դժողը անպաշտպան է եղել, ինչ բռնություններ են կիրառել, որը արդեն իսկ դժողի կողմից հարդարեցվեց, բերանն սկոչով փակե, նույնիսկ կարելի ասել այդ անմարդկային վերաբերմունքի արդյունքում դժողը սիրտն է հետ տվել եւ այլն ու մինչեւ օրս ընդամենը քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման մեղադրանքով, սակայն մինչև օրս դեպքից ինչքան ժամանակ է անցել, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրված, կարելի ասել, որ սա հեշտական դեպքն էր, երբ որ հարուցվեց գործը եւ մինչև օրս որևէ մեղադրյալ չկա քրեական վարույթով։ Այս պարագայում, երբ անգամ լուսանկարներ, ինչպես նշեցիք, տեսանյութեր կան, ինչպես եք բացատրում այն, որ որևէ զարգացում։ Ճիշտ ասած, ես չեմ կարող դա բացատրել, քանի որ դա պետությունը պետք է բացատրի, թե ինչի մինչև օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրված, որովհետև ինչպես կարելի է, մենք ամեն ուր տեսնում ենք բռնություն, թաղապետարանում բռնություն է լինում, ոստիկանական բաժիններում բռնություն է լինում, ինչքան կարելի է այս անպատժելիությունը հանդուրժել եւ բռնությունը հանդուրժել ի վերջո, եթե այս ամեն ինչը տեղի ունենում եւ անպատժելիություն է, որովհետեւ մեկը չի պատասխանատվության ենթարկում, ընդդուք նաեւ տեսակ դժողը նշեց, որ նույն ոստիկանության բաժնում ինքը 2021 թվականին կրկին անգամ բռնության է ենթարկվել, կրկին անգամ ձևական քրեական վարույթ է հարուցվել ու մինչև օրս որևէ մեղադրյալին որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Շատ լավ, պարոն Աբրամյան, դուք ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը, նշվում է, որ դրսևորել եք ոչ պատշաճ վարք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջին։ Ոնց է սպիտակ ոսկոր չկա, ով ինչ կուզի կասի, բայց ես փաստական երկու հանգամանք ձեր ուշադրությանը կհրավիրեմ, այդ դեպքում եթե օրինական էր իրենց գործողությունները, երբ խուսափելու, թաքցնելու որևիցե դրդապատճառ չունեին, ինչով է պայմանավորված, երբ որ ես պաշտպանի խորհրդով ներկայացել եմ Արմավիր բժշկական կենտրոն եւ Արմավիր բժշկական կենտրոնում որևիցե վնասվածք չի արձանագրվել ոստիկանության գալուց եւ բժշկի հետ առանձնանալուց հետո, երբ որ հեռախոսով ինչ որ մեկի հետ է խոսել բժիշկը եւ բժշկական տեղեկատվություն է տրամադրվել որևիցե վնասված նշված չի մեջը, ընդ որում նշված է, որ փայծախ լարդ մեծացած չի, որը բանակի տարիքից հենց պետության կողմից ստուգման արդյունքում է պարզվել, որ դեռ 20 տարի առաջվանից է փայծախ սուլյարդս մեծացած եւ տարիքի հետ լարդն ու փայծախը նաեւ շարունակում է մեծանալ։ Նաեւ մեկ հանգամանք եւս, որ քննչականում ես շտապ օգնություն եմ կանչել, քննչական կոմիտեն չի կանչել, փորձել է դրանով թաքցնել իրենց մտերմական կապի պատճառով թաքցնել հանգամանքները, տեսակ դայնագրությունը չի միացել, որպեսզի չնկարվեմ, քննչական նույնիսկ գործողություն է կատարել, որը որ օրենքից բխող պետք է տեսակ դայնագրության առկայությամբ կատարել։ Սրանք հանգամանքներ են, որոնք փաստում են, որ իրենք միտումը եղել է կոծկել եւ ոստիկանության հայտարարությունը նույնպես կոծկման բաղադրիչ մասը կազմում։ Իսկ բժշկական կենտրոն շուտ է դիմել դեպքից հետո։ Անմիջապես կինը շտապ օգնություն է զանգել, եկել են մի քանի դեղ են սրսկել, ասել են տանենք հիվանդանոց, ասել են, որ առավոտյան ես պոլիկլինիկա գնամ, որպեսզի նպաստի թղթով վճարովի տակ չլինեմ, գումար չկա ձեռքս։ Ու առավոտյան անմիջապես այցելել եմ, ընդ որում հատկանշը կնա նաև, որ ես դրա հաջորդող օրն եմ հիվանդանոց ներկայացել եւ ոչ մի վնասված չի արձանագրվել, իսկ դատական բժշկի մոտ ներկայացել եմ մոտ 1 շաբաթ հետո, չէ, մոտ 1 շաբաթ հետո եւ մանրամասն վնասվածքներս արձանագրվել է դատական բժշկի մոտ, որը հակասում է Արմավիրի տված բժշկական փաստաթղթին։